Ողջույն, բարի գալուստի Մալիք, ես Անահիտն եմ։ Այսօր պետք է ներկայացնեի ձեզ հոլովակ նվիրված ոսկե գլոբուսին, բայց ոչ, մինչև ոսկե գլոբուսի հոլովակը մոնտաժ է անում, ինֆո դաշտում հայտնվեց նորություն Բրուքլին Բեքհեմի մասին, այսինքն Դեվիդ Բեքհեմի, Վիկտորիա Բեքհեմի տղան հայտնել է համացանցում իր Instagram-ի ստորիների բաժնում, որ իր ծնողները ուղղակի սադիստներ են։ Այդ իսկ պատճառով նա չի շփվում ծնողների հետ եւ իր կնոջ հետ ապրում է առանձին Ամերիկայում։ Նրանց կռիվների մասին ես պատմել եմ առանձին հոլովակում, ուղղակի որպես նորության տեսքով, բայց հիմա ավելի մանրամասն ձեզ պատմեմ, թե ինչա տեղի ունեցել այս ընտանիքում եւ իմ կարծիքը կավելացնեմ այս հարցի շուրջ, որովհետեւ սա այնպիսի խնդիր է, այնպիսի հարց է, որը չունի մեկ կողմ, ունի երկու կողմ։ Այդ իսկ պատճառով մենք պետքա քննարկենք սա իհարկե։ Դե ինչ, ձեզ մաղթում եմ, հաճելի դիտում, լցրեք սուրճ, թեյ, տաք մի բան, թարմացնող մի բան, մենք շարժվում ենք առաջ։ Ինչպես ասացի, Բրուքլին Բեքհեմը ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի եւ երգչուհի, դիզայներ, մոդելավորող Վիկտորիա Բեքհեմի ավագ որդին է։ Բրուքլին Բեքհեմը ամուսնացել է միլիարդատերի աղջկա հետ՝ Նիկոլա Պելցի։ Երկուսով շատ հայտնի ընտանիքի ներկայացուցիչներ են, երկուսն էլ կարելի է ասել Բրուքլինը ավելի շատ անգործ է, գործազուրկ անձնավորություն է։ Նիկոլա Պելցը դերասանուհի, մոդել, փորձել է իրեն դրսևորել կինոասպարեզում, բայց պարզ է ինչի շնորհիվ է նա կարողացել կինոասպարեզում իրեն ներկայացնել իր հարուստ պապայի։ Եթե դուք դիտած լինեք Նիկոլա Պելցի մասնակցության ֆիլմերը, կհասկանաք ինչի մասին եմ խոսում, կհասկանաք, որ այնտեղ շքեղ դերասանական խաղ չկա, որպես այդպեսին տաղանդավոր աղջիկ է։ Ես դրա մասին չեմ կարող առարկել անտաղանդ մարդը չի կարա իր տեղը գտնի կինոասպարեզում, անգամ եթե ունենա ամենահայտնի մամային, պապային, տատին ու պապին։ Չէ, անտաղանդները չեն անցնում Հոլիվուդում։ Ինչ վերաբերվում է Բրուքլին Բեքհեմին, ինչ գիտենք մենք նրա մասին, բացի նրանից, որ նա Վիկտորիա Բեքհեմի եւ Դեվիդ Բեքհեմի ավագ որդին է։ Կարելի ասել ոչինչ։ Նա մոդել չէ, նա դերասան չէ, նա փորձել է սովորել ֆոտոնկարահանում, բայց այդպես էլ չի կարողացել առաջ գնալ այդ գործը, ուղղակի սիրողական է զբաղվում եւ ինչով է նա զբաղվում հիմա ուղղակի իր Instagram-ում ցույց է տալիս իր եւ իր կնոջ նկարներ, ինչպես նաեւ պատրաստում է ուտեստներ, այն որ յուրաքանչյուր մարդ, անգամ ես սովորական աղջիկ, սովորական կինով ունի բլոգ, ես էլ եմ Instagram-ում մեկ-մեկ ուտելու բաներ տեղադրում, պատրաստման տարբերակները բաղադրատոմսեր, բայց դա ինձանից չի դարձնում ոչ խոհարար, ոչ խոհարական բլոգ վարող ուղղակի ցույց է տալի մարդը, որ սիրում է զբաղվել նույն բանն անել, ինչ որ մեկն է, եթե կարելի այդպես ասել։ Երբ որ ամուսնանում են Բրուքլին Բեքհեմը եւ Նիկոլա Պելսը, միանգամից հարսանիքից հետո, հարսանիքից առաջ ոչ մի բան չկա, միայն հարսանիքից հետո համացանցում տարածվում են նորություններ, որ Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է Նիկոլայի համար կարել զգեստ հարսանիքին։ Այնուհետև ինսայդերները, ընտանիքի անդամների ներկայացուցիչները, տակից հայտնեցին թերթերին ինֆորմացիա, ըստ որի Նիկոլան ինքն էր հրաժարվել Վիկտորիայի զգեստից, ցանկանալով հագնել Վալենտինոյից 3 զգեստ։ Այնուհետև տարածվեց ինֆորմացիա այս զգեստի պատմությունից հետո Նիկոլայի կողմնակիցները հայտնեցին ամսագրերին, թերթերին, մամուլին, որ երբ որ Մարկ Էնտոնին պետք է երկեց, երկելուց հետո ներկայացնելու էր փեսացուն այնուհետև հարսնացուին, նա Մարկ Էնտոնին արտասանում է եկեք բոլորս ոտքի կանգնենք եւ ողջունենք սրահի ամենագեղեցիկ կնոջը Վիկտորիա Բեքհեմին, բայց իրականում նա պետք է ներկայացներ Նիկոլային, որպես հարսնացու, քանի որ այդ առաջին պարը պետքա լիներ եւ պետքա զույգերը պարեին։ Մարկ Էնտոնին չի տալիս Նիկոլայի անունը, այլ տալիս է Վիկտորիա Բեքհեմի անունը եւ Վիկտորիան գալիս է իր տղայի հետ պարելու այն պարը, որը պետքա պարեին նորապսակները։ Եթե այս իր ամբողջը համապատասխանում է իրականությունը, շատ տգեղ եւ ոչ տեղին քայլ է Վիկտորիայի կողմից, իսկ եթե սա չի համապատասխանում իրականությանը, քանի որ կա մեկ այլ տեսակետ, որ երբ որ Մարկ Էնտոնին ներկայացրել է Բրուքլինին այնուհետև աշխարհնագեղեցիկ կնոջը, այդ պահին սրահում Նիկոլան չի եղել, նա գնացել հագուստը փոխելու, այդ իսկ պատճառով Բրուքլինը պարում է իր մայրիկի հետ։ Սա երկրորդ տարբերակն է։ Մենք դեռ չգիտենք ոնց է լինում, շուտով չնայած Բրուքլինն իր կարծիքը այդ մասին հայտնում է։ Ես մի փոքր անց կկարդամ նրա սթորիները, ուղղակի ուզում եմ ձեզ նախաբանից ծանոթացնել։ Տեղի ունենում անցյալ տարի Դեվիդ Բեքհեմի 50-ամյակի արարողությունն, խնջույք մեծ, հրաշալի փարթի, բոլոր տղա անդամները ներկա են, բացի
Բրուքլինից եւ նրա կնոջից։ Մի քանի օր հետո տեղի ունենում Լոնդոնում Մոնբլանի, եթե չեմ սխալվում, միջոցառումը, fashion ֆոտոշութը, որի ներկայանում են Նիկոլան եւ Բրուքլինը նկարահանվում են եւ հաջորդ օրը հետ են գնում Ամերիկա։ Նրանք անում են նույն բանը, ինչ որ Մեգան Մարկլը եւ արքայազն Հարին, երբ որ տոնում էին Եղիսաբեթ II-ի 70-ամյակը որպես թագուհի, նրանք էլ չէ միջոցառումից անմիջապես հետո թռան Ամերիկա, նույնն էլ իրենք միանգամից հետ են գնում Ամերիկա։ 2025 թվականի աշնանը Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Դեվիդ Բեքհեմին հանձնում է ասպետի տիտղոսը, Վիկտորիա Բեքհեմը մեխանիկորեն ստանում է լեդի տիտղոսը։ Շնորհավորել են գալիս Բեքհեմին բոլոր իրենց համացանցում, ովքեր որ ճանաչում են Բեքհեմներին, աշխատել են նրանց հետ, հեռու մտերիմ բարեկամներ, բոլորը շնորհավորել են, այդ թվում ես, բացի Բրուքլինից եւ Նիկոլայից։ Նրանք բացարձակ ոչ մի արձագանք չեն տալիս։ Երբ որ տեղի է ունենում Սուրբ Ծնունդը, կաթոլիկ եկեղեցին եւ եվրոպական երկրներում նշում են դեկտեմբերի 24-25-ին Բեքհեմը իր տղաների նկարները, իր երեխաների նկարները, կնոջ, մայրիկի, զոնքաջի, աներոջ նկարներ տեղադրում է իր Instagram-ում եւ նշում, որ սիրում է նրանց։ Ինչ է անում Բրուքլինը։ Բրուքլինը 1 օր հետո բլոկ է անում իր ծնողներին եւ պահանջում է, որպիսի իր ծնողները իր հետ խոսեն միմիայն փաստաբանի ներկայությամբ, այսինքն առանձնազրույց, տղան իր ծնողների հետ չի ցանկանում, այլ իրավաբանների միջոցով։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչ է գրել Բրուքլին Բեքհեմը իր սթորիներում։ Իմ ամբողջ կյանքի ընթացքում ծնողներս վերահսկել են մամուլը մեր ընտանիքի մասին ներկայացվող պատմություններում, ցուցադրական սոցիալական մեդիա գրառումները, ընտանեկան միջոցառումներն ու ոչ անկեղծ հարաբերությունները եղել են իմ կյանքի մշտական մասը, որի մեջ ես ծնվել եմ։ Վերջերս ես իմ աչքով եմ տեսել, թե ինչ ծայրահեղ քայլերի են նրանք դիմում մեդիայում անթիվ սուտ տեղեկություններ տարածելու համար։ Հաճախ անմեղ մարդկանց հաշվին պարզապես իրենց սեփական դիմակը պահպանելու նպատակով, բայց ես հավատում եմ, որ ճշմարտությունը միշտ ի վերջո բացահայտվում է։ Իմ ծնողները դեռևս մեր հարսանիքից առաջ անդադար փորձել են քանդել իմ հարաբերությունները եւ դա մինչ օրս չի դադարել։ Մայրս վերջին պահին չեղարկել է Նիկոլայի հարսանեկան զգեստի պատրաստում, չնայած նրան, որ Նիկոլան մեծ ոգևորությամբ սպասում էր կրել իր դիզայնով սկարված զգեստը։ Մեծ օրվանից շաբաթներ առաջ ծնողներս բազմիցս ճնշում էին գործադրում եւ անգամ փորձում էին կաշառել ինձ, որպեսզի ես հրաժարվեմ իմ անվան իրավունքներից, ինչը ազդեցություն կունենար ոչ միայն ինձ, այլև իմ կնոջ եւ մեր ապագա երեխաների վրա։ Նրանք պնդում էին, որ ես ստորագրեմ հարսանիքից առաջ, քանի որ այդ դեպքում գործարքի պայմանները ուժի կմտնեին։ Իմ հրաժարումը ազդել է վճարումների վրա եւ այդ պահից հետո նրանք երբեք նույն կերպ ինձ չեն վերաբերվել։ Հարսանիքի պլանավորման ընթացքում մայրս ինձ Չար է անվանել, քանի որ Նիկոլան եւ ես որոշել ենք մեր սեղանին նստացնել իմ դայակ Սանդրային։ Մինչդեռ մեր երկու ծնողներն էլ ունեն իրենց սեփական սեղանները հավասարապես մեր սեղանների մոտ։ Հարսանիքից մեկ գիշեր առաջ ընտանիքի անդամներն ինձ ասացին, որ Նիկոլան արյուն չէ եւ ընտանիք չէ։ Այն պահից, երբ ես սկսեցի պաշտպանել ինձ եւ իմ ընտանիքին, ծնողներս սկսեցին անverջ հարցարկումներ, թե անձնական, թե հրապարակային, որոնք նրանց հրահանգով ուղարկվել են մամուլին։ Նույնիսկ եղբայրներս էին ուղարկվել սոցիալական մեդիայում ինձ վրա հարձակվելու համար։ Մինչև վերջերս անցած ամառը անսպասելիորեն ինձ ամբողջությամբ արգելափակեցին։ Մայրս յուրացրեց իմ առաջին պարը կնոջս հետ, որը շաբաթներ առաջ ծրագրավորված էր որպես ռոմանտիկ պար Սիրիան երկրի ներքո։ 500 հյուրերի ներկայությամբ Մարկ Էնթոնին ինձ հրավիրեց բեմ ըստ ծրագրի, որտեղ պետք է լիներ ռոմանտիկ պարը կնոջս հետ, բայց դրա փոխարեն մայրս էր այնտեղ ինձ հետ պարելու համար։ Նա ինձ հետ շատ անպարկեշտ կերպով պարեց բոլորի աչքի առաջ։ Ես կյանքում երբեք ինձ այդքան անհարմար ու նվաստացած չեմ զգացել։ Մենք ցանկանում էինք փոխել մեր խոստումները, որպեսզի կարողանանք ստեղծել նոր հիշողություններ մեր հարսանիքի օրվա մասին, հիշողություններ, որոնք մեզ կբերեն ուրախություն, երջանկություն, ոչ թե տագնապ ու ամոթ։ Իդեպ հարսանիքից հետո Բրուքլին Բեքհեմը փոխել է իր ազգանունը, սարքելով Բրուքլին Պելս Բեքհեմ, իսկ նրա կինը Նիկոլա Պելս Բեքհեմ։ Անցնում ենք ստորին։ Իմ կինը իմ ընտանիքի կողմից մշտապես անհարգալից վերաբերմունքի արժանացել, անկախ նրանից, թե որքան ենք փորձել միավորվել նրանց հետ։ Մայրս բազմիցս մեր կյանքի հրավերել իր անցյալի կանանց ակնհայտ նպատակով մեզ երկուսիս էլ անհարմար դրության մեջ դնելու։ Չնայած դրան, մենք գնացինք Լոնդոն հայրիկի սննդյան օրվա համար, սակայն ամբողջ մեկ շաբաթ մեզ անտեսեցին։ Մինչ մենք մեր հյուրանոցում սպասում էինք փորձելով նրա հետ որակյալ ժամադրություն անցկացնելու համար, նա մերժում էր բոլոր փորձերը, բացառությամբ իր մեծ ծննդյան խնջույքի, որտեղ կային հարյուրավոր հյուրեր եւ տեսախցիկներ ամեն անկյունում։ Երբ նա վերջապես համաձայնեց ինձ տեսնել, դա մի պայման էր, որ Նիկոլան չպետք է ներկա լինի։
Դա ուղիղ ապտակ էր իմ դեմքին։ Ավելի ուշ, երբ ընտանիքս մեկնեց Լոս Անջելես, նրանք ընդհանրապես հրաժարվեցին ինձ տեսնելու մտքից։ Իմ ընտանիքը ամեն ինչից վեր է դասում հանրային, ինքնագովազդն ու գովազդային համագործակցությունները։ Beckham բրենդը առաջին տեղում։ Ընտանեկան սերը որոշվում է նրանով, թե որքան ես հրապարակում սոցիալական մեդիայում կամ որքան արագ ես թողնում ամեն ինչ ներկայանալու եւ ընտանիքի հետ լուսանկարվելու համար։ Նույնիսկ եթե դա տեղի ունենում մեր մասնագիտական պարտավորությունների հաշվին։ Տարիներ շարունակ մենք ամեն ինչ արել ենք ներկայանալու յուրաքանչյուր նորաձևության ցուցադրությանը, յուրաքանչյուր երեկույթի եւ յուրաքանչյուր մամուլի միջոցառման, որպեսզի ցույց տանք մեր կատարյալ ընտանիքը, բայց այն միակ անգամը, երբ կինս խնդրեց մորս աջակցությունը Լոս Անջելեսի հրդեհի ժամանակ տեղահանված շներին փրկելու համար, մայրս մերժեց։ Ուզում եմ ասել, որ ոչ մեկ իդեալական ընտանիք չունի։ Ոչ մեկ։ Բոլորի ընտանիքում ինչ-որ մի դեպքեր տեղի ունենում, որոնք որ մեզ կարող են հիասթափեցնել, տխեցնել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դուրս գանք մեր ընտանիքում տեղի ունեցածը անենք ու ներկայացնենք բոլորին, մենք չպետք է հետևենք Մեգանի եւ Հարի օրինակին, որտեղ ինչը մերն է, մենք կարող ենք մեր մեծ ընտանիքով լուծել թեկուզ եւ փաստաբանների օգնությամբ, բայց ոչ այդ ամենի մասին դնել գրել համացանցում։ Հատկապես այն մարդիկ, ովքեր որ իրենց անուն, իրենց դիրքը անմիջապես կապ ունի համացանցի եւ մարդկանց կարծիքների հետ։ Մի տղա, ով կարելի է ասել, կներեք իհարկե, բայց ինձ ոչինչ չի ներկայացնում, ինքը հայտնի է միայն նրա համար, որ նրա ծնողներն են հայտնի, նրա ծնողներն են աշխատել 0-ից բարձրացել են վերև ու իրենց երեխաներին իրենց հետ հանել վերև, իրենց երեխաները կյանքում ոչ մի վատ օր, ոչ մի նեղություն չեն տեսել, իսկ նրանց նեղության միակ փաստը Բրուքլինի այն է, որ ինչից ինքը շատ նեղում է, երբ որ ծնողներն են առաջարկել են գրանցել իր անունը որպես բրենդ Brooklyn Beckham, որպեսզի ոչ ոք չկարողանա այն օգտագործել, նա դրանից նեղվել է։ Այսինքն ծնողները փորձել են նրա ապագայի մասին մտածել, նախորոք նրա անուն ազգանունը սարքել բրենդ, որպեսզի ոչ ոք չկարողանա դա օգտագործել, միայն հետո Brooklyn-ը կամ Beckham-ները, նա դրանից նեղվել է։ Ծնողները այստեղ էլի մտածել են երեխայի բարության մասին, բայց չէ, նա դա մտածում է, որ այդքան էլ սիրուն բան չէր ու դա նրան վիավորել է։ Մեզ մեր ծնողները կստիկով են լխկում, մենք չենք վիավորվել։ Դա անցանք։ Brooklyn-ը իր մորը ներկայացնում է որպես ջադու, ով չի ցանկացել, որպեսզի Նիկոլան մտնի նրանց ընտանիք, Նիկոլան բան արել է, որպեսզի նրանք հավանեն իրեն, եւ առաջին պարի ժամանակ ըստ Brooklyn-ի տեղի ունեցել այսպես, որ Նիկոլայի պատմությունն է ճիշտ լինում, որ Նիկոլային պետքա Մարկային տնին հրավիրեր պարի, այլ հրավիրում է Վիկտորիային, Վիկտորիան իրեն շատ տգեղ է պահում եւ պարում է ոչ վայելուչ։ Ինձ հետաքրքիր ոնց է պարել Վիկտորիան, ես կուզենայի դա տեսնել։ Ես չեմ կարողանում խոսքեր գտնել ու չեմ հասկանա երբեք մի մարդու, ով որ երբեք չի աշխատել, երբեք չի տանջվել ու կարողանում է մեղադրել իր ծնողներն, ովքեր որ տանջանքով ու դժվար աշխատանքով հասել են այդ ամենին։ Եթե ձեզ հետաքրքիր կարող եք դիտել Վիկտորիա Բեքհեմի մասին իր փաստավավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Netflix-ի օգնությամբ, այնտեղ Վիկտորիան չի ամաչում ընդունել իր սխալները, ասում է ամեն ինչ ոնց որ կա, նույն բանն էլ Բեքհեմն է անում իր փաստավավերագրականում, նա չի ամաչում իր թերություններն ու իր սխալները արտասանելու մասին։ Նման մարդկանցից ուղղակի պետք է օրինակ վերցնել, ոգևորվել, ոչ թե կանգնել ու ամբողջ աշխարհի դեմ ասել, որ նրանք վատն են։ Մեղադրել նրանց, որ իրենց ընտանեկան ֆոտոսեսիաները արվում են զուտ Instagram-ի համար։ Եթե մարդիկ աշխատում են այնպիսի ոլորտում Հոլիվուդում, իրենք աշխատում են Հոլիվուդում ֆիլմերում չեն նկարվում, բայց էլի չէ, այդ շրջաններում են։ Նրանց մասին անդադ խոսում են մեդիա դաշտը, նրանց մասին խոսում է, եթե մեդիան նրանց մասին չխոսի, նրանք չեն գովազդի առաջարկներ։ Դեյվիդ Բեքհեմը հանդիսանում է մի քանի հեղինակավոր բրենդների ամբասադորը, Վիկտորիա Բեքհեմը ունի իր բավականին լավ դիրքում գտնվող բյութի ընկերությունը եւ դիզայներական հագուստի ընկերությունը, բրենդը իր սեփական։ Նրանք շատ դժվարությամբ են հասել, չէ՞, հաջողության։ Նրանք պետք է մեդիա դաշտում լինեն իդեալական ընտանիքի տեսքով, որպեսզի կարողանան վաճառել իրենց պրոդուկտը, որպեսզի կարողանան իրենց վաճառել։ Մի հասկացեք վատ իմաստով, այլ լավ իմաստով։ Ինչու է նա բողոքում։ Եթե չլինի այդ մեդիա դաշտի խոսակցությունը, նրանք չեն կարողանա աշխատել ու իրենց աշխատանքը պտուղ չի ունենա։ Իսկ ինչով ես դու լավ Բրուքլին, եթե մտածում ես, որ քո ծնողները օգտագործում են ընտանեկան նկարներ, ընտանեկան ֆոտոսեսիաներ իրենց առօրյան ներկայացնելու համար, դու էլ ես անում նույնը։ Նա էլ է անում նույնը։
Նա իրեն կնոջ հետ նկարներ է հրապարակում համացանցում, իրենց կենցաղն է ցույց տալիս, ինչով ես դու լավը քո ծնողներից։ Ես չեմ հասկանում։ Ես ձեզ կխնդրեմ, որպեսզի դուք գրեք մեկնաբանությունների բաժնում ձեր կարծիքը այս ամբողջ իրավիճակի մասին, ինչ եք մտածում, արդյոք ճիշտ է Բրուքլինը, հնարավոր է, որ մենք ներսում չենք հասկանում հարուստների խնդիրները։ Իրոք սա խնդիր է թե չէ եւ ինչ եք կարծում Նիկոլայի մատախառն է այս ամենի մեջ թե չէ, որովհետեւ երբ որ Մեգանը հայտնվեց Հարի կյանքում, կարծես որ Հարին ապրում էր ծուղակում, նա ապրում էր վատ ծնողի մոտ, վատ դաստիարակություններ ստանում, անուշադիր էր ծնողի կողմից, ու նույնը եղավ Բրուքլինի հետ։ Երբ որ հայտնվեց Նիկոլան, պարզվեց, որ նա ապրում էր կրկին ծուղակում, վատ ընտանիքում, ոչ առողջ մթնոլորտում։ Այսօրվա հոլովակը այսքանը։ Հուսով եմ, որ այն ձեզ դուր եկավ, ես կսպասեմ ձեր մեկնաբանություններին, միասին եկեք քննարկենք հարուստների խնդիրներն ու իրենց մենտալ խնդիրները, որովհետև ինձ թվում է այստեղ զուտ էտ է։ Դե ինչ, լավ մնացեք, մենք շատ շուտով կհանդիպենք։ Ես հույս ունեմ, որ այս 2 օրում կհասցնեմ մոնտաժում գոնե շաբաթ օրը կտեղադրեմ ձեզ համար ոսկե գլոբուսի մասին հոլովակը, հույս ունենանք։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել իմ ալիքին, թողնել լայքեր, որովհետև ձեր լայքերը օգնում են, որպեսզի իմ հոլովակներն առաջ գնան, որպեսզի YouTube-ում ես գոնե երևամ։